Գործի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, պարոն Գրիգորյան, ինչպիսին է ձեր տպավորությունները Smart Center-ից։ Շատ դրական ձևով տպավորված եմ, նամանավանդ որ Հայաստանում այսպիսի կենտրոն է ստեղծել եւ հնարավորություն է տրում երեխաներին զարգացնելու իրենց ունակությունները։ Նաև կարևոր է, որ այս կենտրոնը ստեղծել է մարզում, դա ամենակարևոր բաներից մեկն է։ Նաև բնության գրկում, շատ մոտ լինելով բնությանը, ես կարծում եմ, որ երեխաները ավելի ոգևորված կլինեն եւ կկարողանան ստեղծագործական մեծ աշխատանք կատարել, ինչպես նաև իրենց ունակությունները զարգացնել։ Հասցրել եք շրջել արդեն սենյակներում, որտեղ եք եղել, որտեղ չեք եղել դեռ։ Հիմնական սենյակներում չեմ եղել, շրջվել եմ հիմնական այս սրահում, սրահի հետ եմ ծանոթացել, սենյակներում դեռ չեմ եղել, ընթացքում նաև կլինեմ սենյակները։ Պարոն Գրիգորյան, այստեղ Smart կենտրոնում կրթության ոչ ֆորմալ տեսակն է, դրա վրա ավելի շատ շեշտադրումը կատարվում, ինչ է կարծում, դա ավելի լավ է երեխաների զարգացման համար, նրանց հմտությունների համար։ Ես չի ասի լավ է կամ վատ է, ես կարծում եմ, որ երկուսը իրար փոխլրացնում է, այսինքն ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը իրենք իրար փոխլրացնող են եւ երկուսն էլ մեծ ներդրում են ունենում երեխաների զարգացման մեջ, պետք չէ մեկը մեկին ժխտել, այլ պետք է մեկը մեկին փոխլրացնել, որովհետեւ այն ինչ կարելի է ոչ ֆորմալով տալ, երբեմն դժվար է ֆորմալով տալ, այն ինչ ֆորմալով է հնարավոր, երբեմն դժվար է ոչ ֆորմալով տալ։ Դրա համար ոչ թե իրար պետք է հակադրել, այլ ավելի շատ պետք է փոխլրացնել իրար եւ ավելի մեծ հնարավորություններ ստեղծել երեխաների զարգացման համար։ Արդյոք ունեք նոր գաղափարներ, նոր առաջարկներ կենտրոնը ավելի զարգացնելու համար, հետագայում ինչ-որ համագործակցությունների համար։ Անկեղծ ասած դեռ կենտրոնի մասին չեմ մտածել, ինչպիսի առաջարկներ կունենամ, բայց համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ապագան կրթություն հիմքերից մեկը կրթությունն է։ Լավ կրթությունը դա մեր զարգացման հիմքն է լինելու եւ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում այսպիսի կենտրոններ նախ շատ լինեն եւ հաջորդը, որ մի քանի մակարդակով ունենանք, այսպիսի կրթական համալիր, ոչ միայն երեխաների համար, այլ նաև պետք է ունենանք տարիքով քաղաքացիների, ավելի տարիքով քաղաքացիների համար միանշանակ դա օգտակար կլինի։ Շնորհակալ եմ։